Փառք Հիսուսին քույրեր եղբայրներ եւ այո այսօր շատ լուրջ օր է եւ շատերի կյանքում կարող է շատ լուրջ փոփոխություններ լինի ամեն դեպքում Տեր Հիսուսը ասեց մենք հավատում ենք Տերին որ առանց ինձ ոչինչ էլ չեք կարող անել եւ երբ որ Սուրբ Հոգին ասում է կգա ինքը ձեզ կառաջնորդի ճշմարտության այստեղ այնտեղ այս կանեք այսինքն առանց Սուրբ Հոգու բարեկամներ անհնարին է որևէ բան անել Փառք Հիսուսին հավիտյան եւ Սուրբ Հոգին դա զորություն է դա Աստված է դա ուժ է դա հնարավորություն է մեզ համար որովհետեւ մենք առաջ շարժվենք դա շարժիչ ուժ է բարեկամներ գիտեք եւ երբեմն շատ մարդիկ իրանք ասում են որ մենք մկրտված են բայց իրականը մկրտված չեն եւ այս մկրտությունը դա երևացող մի բան է զգացմունքային ինչ-որ դա երբ որ գալիս ես եւ դու տեսնում ես դու հասկանում ես որ դու դա մկրտվել ես եւ դա որքան կարեւոր է որ մարդը այսօր Աստծո մարդ իրապես մկրտվեց Սուրբ Հոգով եւ երբ որ մենք մկրտվեցինք ոնց մեր կյանքը փոխվեց եւ երբեմն գիտեք մենք չենք կարող առանց Սուրբ Հոգու նախապատրաստվել առանց Սուրբ Հոգու չենք կարող որևէ բան անել եւ մենք շատ ներկա ենք եղել Սուրբ Հոգու մկրտությունները եւ եղբայրները առավել որ ինչպիսի մարդիկ են մկրտվել Սուրբ Հոգով որ զարմացել են մարդիկ աստեն չհասկացա այս ազնվորությանն էլ Աստված Սուրբ Հոգու տալի եւ մենք կարծում ենք որ նրանցից այնքան լավն ենք որ այո Աստված կարդաց եղբայրը սկզբից չէ աղախինների վրա էլ պիտի թափեմ Սուրբ Հոգին փառք ասու ծառաների վրա էլ պիտի թափեմ իմ հոգին բոլորի վրա անխտիր պիտի թափեմ Սուրբ Հոգին փառավորվի Հիսուս Քրիստոսը եւ մի կարեւոր բան ասեց Հիսուսը եւ արեց երբ որ հոր տան նախանձը իրան կերավ ինքը մի հատ խարազան սարքեց մտավ տաճարը եւ առնող ծախողներին ինչ արեց դուրս արեց քուրեր եղբայրներ Սուրբ Հոգին է որ պիտի մտնի իմ էության մեջ եւ իմ մեջի առնող ծախողներին դուրս անի Փառք Հիսուսին ես առանց Սուրբ Հոգի չեմ կարող սուրբ լինել ես էլ դեռ մեղքեր ունեի 92 թվականին երբ որ Աստված մկրտեց Սուրբ Հոգով ինձ ինքը չի նայեմ դու մեղավոր ես թե չէ այս հարցի մեջ ընդհակառակը սա անհրաժեշտ է որ Սուրբ Հոգին ներխուժի մարդու մեջ եւ իր հարցերը լուծի տեղում փառավորվի Հիսուսը գիտեք երբ որ հետաքրքիր պահ կա երբ որ այն պահն էր երբ որ Հակոբը իմացավ որ իր Հովսեփը չկա եւ ինքը շատ տխրեց եւ եղբայրները վաճառեցին եւ հորը խաբեցին թե լատես մի հատ շոր են գտել եւ ինչ որ մի անասուն մորթեցին երբ որ շորերը այսպես արյունոտ արեցին երբ որ իրապես հայրը տեսավ ասավ մի գիշատիչ է արել գիշատիչ հոշոտել է իմ որդուս եւ ինքը շատ տխրեց եւ շատ տրտմեց եւ Աստված նրան փակեց շատ երկար տարիներ որ Հովսեփը ողջ է եւ ինքը այդպես տխրեց ծերացավ մազերը սպիտակեց Հովսեփի միգուցե դարդից բայց հետաքրքիր էր երբ որ այն պահն էր երբ որ գնացին հաց Եգիպտոս հաց բերելու եղբայրները եկան եւ Հովսեփին այս ամենը պատմեցին եւ նրանք Եգիպտոսից ելան եւ դեպի Քանանի երկիրը իրանց հայր Հակոբի մոտ գնացին եւ նրան պատմեցին ասելով Հովսեփը տակավին ողջ է եւ նա իշխում է Եգիպտոսի բոլոր երկրին եւ երբ որ այս ասեցին Հակոբի սիրտը գրված աննվաղեց որովհետև չհավատաց նրանց բացասական բան էր դա իր համար ոնց կլինի Հովսեփը ոսմա չհավատաց եւ սիրտը նվաղեց ստեղ մի հատ ուրիշ բան պիտի տեսներ Հակոբը բարեկամներ շատերի սիրտը իրապես նվաղած է այսօր այս աշխարհում ինչ որ տեղի է ունենամ եւ պիտի տեղի ունենա մեր ապրելակերպից մեր այս բոլոր բաներից շատերի սիրտը նվաղել է այսօր ինչպես նաեւ Հակոբինը
Բայց շատ կարևոր բան Հակոբը պիտի տեսներ եւ դու սիրելի բարեկամ եւ նրանք ովքեր ուզում են Սուրբ Հոգով մկրտվեն եւ կմկրտվեք եթե ուզենաք եւ հետագայում երբ որ կարդում ենք շատ գեղեցիկ է գրված ինչ կատարվեց Հակոբի հետ եւ ուրեմն երբ որ տեսավ Հովսեփի ուղարկած կարգերը որ իրան տանեն այն ժամանակ իր հայր Հակոբի հոգին կենթանացավ փառավորվի Հիսուս Քրիստոսը երբ որ տեսավ եգիպտական կարգերը հավատաց ասավ իրավին որդին կենթանի է եւ իշխան է այնպիսի կարգեր էին ուղարկել երբ որ տեսավ այդ կարգերը սիրելի բարեկամ Սուրբ Հոգին այստեղ ներկա է Փառք Տիրոջը դու պիտի տեսնես նրան եւ դու կվերակենթանանաս փառավորվի Հիսուսը Սուրբ Հոգին այստեղ է առավոտից Փառք Հիսուսին Սուրբ Հոգին այստեղ գործում է առավոտից փառավորվի Հիսուսը եւ մենք մի կարեւոր բան ուզում ենք ձեզ ասել մի վախենա մի վհատվիր եթե դու ուզում ես Սուրբ Հոգով մկրտվես երբ որ եղբայրը կոչ կանի արի առաջ մենք չէ որ քեզ պիտի տանք Սուրբ Հոգին երկինքը բաց է Մատթեոս ավետարանում գրված է որ վարագույրը ճղվեց երկու մասի բաժանվեցավ Այդ վարագուրի ետևը միայն քահանապետը պիտի մտներ տարին մեկ անգամ ճղեց ասավ այսօր բոլորս համարձակությունով մոտենանք շնորհած աթոռին Փառք Հիսուսին միակ բանն է որ Աստված տալիս է անխտիր եթե ձեր երեխաները հաց են ուզում միթե օծ է տալիս ձեզ Միթե մեր երեխաներին բարեկամներ մենք օծ ենք տալիս կամ կարիճ երբ որ հաց են ուզում բա որքան ձեր հայրը կտա ձեզ Սուրբ Հոգին ովքեր խնդրում են Փառք Տիրոջը սա ձեր օրն է սա մեր օրն է բարեկամներ Սուրբ Հոգուն մինչև չգա քո միջի առնող ծախողներին դուրս չի անելու մինչև Սուրբ Հոգին չգա դու չես կենթանանալու դու նվաղած կմնաս թող Տերը ինձ ների 1000 անգամ եւ դուք էլ ինչպես շատ եկեղեցիները որտեղ ծպտուն չի լսվում որտեղ Սուրբ Հոգու գործը չի երևում այնտեղ Բայց կարելի է երևալ բարեկամներ մենք ծնվել ենք պենտեկոստալ եկեղեցիում զորությունների մեջ մենք տեսել ենք հրաշքներ նշաններ մկրտություններ ինչու չտեսնենք նաև այսօր սիրելի բարեկամներ Փառք Հիսուսին պատրաստվիր այսօր քո օրն է սիրելի բարեկամ Սուրբ Հոգին քեզ է կուրախացնի կտեսնես այդ կարգերը կփառավորես հորը կկենթանանաս գիշեր ցերեկ կաղոթես Կսկսես աղոթքը շատացնել, կարդալը շատացնել, կվգայես, կասես որ Հիսուսը կենթանի է Անձնավորություններ կային բարեկամներ, որ Կիրակի օրը Հիսուսը բժշկում էր եւ այս փարիսեցիները, դպրիները դու այսօր իրավունք չունես մանգաս Հիմա մարդը բժշկվել է Կիրակի օրով Հիսուսը ասում է կեղծավորներ ես ինչ եք ինձ հալածում Կիրակի օրը օրենք չի մի բարի գործանել Եզը տնկնեմ հորը վախելով հոգիները հավաքում ես դրանց է մեղքի մեջ գցելով հորից անում ես բա Կիրակի օրը գործ չտեիր անի Այդ ինչի ես անում Հիմա Կիրակի օրը մարդը բժշկվել է հիմա այն մարդուն հարցաքննում են ասում են Էս ինչ հաշիվ ա քեզ Ասում է ինչ ա եղել որ Ասում է այդ ոնց աշկերդ բացվեցին Հայ մարդ ի ծնե կույր ա եղել Ասում է գիտես ինչ ասում է Ես չգիտեմ ինքը ով էր, բայց մի կարևոր բան գիտեմ, կույր է, ես հիմա տեսնում եմ Փառք Հիսուս Քրիստոսին, հետո միայն Աստված կարա գործի, հիմա մարդիկ էլ շատերն ասում են, այ մարդիրոք մեկ չենք լսել, որ ի ծնե կույրը ինչ-որ ձեզ բժշկություն իլա, հիմա սա եղել է, սա Աստծուց է, փարիսեցիները դպիրն ասում են, չէ Աստծուց չի, բարեկամներ Աստծուց է, Փառք Տիրոջը, քո մկրտությունը Աստծուց է, եւ ովքեր առաջի անգամ են, կամ ասենք ինչ-որ Աղմուկից խուսափում են մեկ խուսափի, սա ծննդատուն է բարեկամներ, մենք երկար աղոտ պիտի անենք, մեկ խուսափի, աշխարհային համերգները ալն բարեկամներ դիվական, աղաղակում են, գետնին են տապալվում, տարօրինակ ձայներ են հանում, հազարավոր մարդիկ է դիվական երաժշտության տակ, հիմա մենք եկել ենք այսօր ծննդատունը աղաղակելու Տիրոջը ոչ մի տարօրինակ բան չկա Փառք Հիսուսին մարդը ուրախանում է բժշկվում է ցնծում է մկրտվում է թող աղաղակի թող փառավորվի Հիսուսյանը բերեք ոտքի կայնենք եւ այս մի անգամ նախապատրաստական աղոթք անենք բացեք ձեր սրտերը բարեկամներ Հիսուսը սիրում է ձեզ Հիսուսը օրհնում է քեզ բացի սիրտդ եթե դու չուզենաս մկրտվես դու պիտի փոշմանես Դու պիտի կորցնես ոչ մեկը չի տուժվելու, բայց եթե մկրտվես պիտի շահես, փառավորվի Հիսուսի անունը։ Շնորհակալ ենք քեզանից,